Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մենք ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենան է։ Ողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լեաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Վլադ Պողոսյանը, Արնի Ռոքը եւ Լայանան։ Գուշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք, դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային տատուներ։ Հայտնի փաստ է, որ դաջվածքը ունի հազարամյակների պատմություն եւ մարդկության էվոլյուցիոն զարգացմանը զուգընթաց էվոլյուցիոն զարգացում է ապրել նաեւ դաջվածքը, զարգացել եւ հասել մեր օրեր։ Իսկ մեր իրականության մեջ տատուի իմաստը եւ նշանակությունը դարձել է ավելի բազմիմաստ։ Ոմանց համար տատուն իրենց կյանքի որոշակի պահերն անմահացնելու միջոց է, ոմանք տատուն համարում են թալիսման, ոմանց համար տատուն ինքնարտահայտվելու եւ սեփական անձի մասին որոշակի կարծիք ստեղծելու միջոց է, իսկ ոմանք ուղղակի տատուն մտածում են, որ մարմինը գեղեցկացնելու համար մի տարբերակ է։ Իրականությունն է նաև որոշ մարդիկ առհասարակ չեն ընկալում տատու ասվածը եւ մենք բարբերաբար անդրադառնում ենք այս թեմային, որպեսզի հասկանանք, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում մեր ամենից ամենաաստղերը, երբ որոշում են կայացնում իրենց մարմնի վրա դաջել ինչ-որ մի պատկեր։ Հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Եթե նախկինում դաջվածք սիրել եւ արել եմ, ապա այժմ սիրում եմ, բայց այլևս չեմ անի։ Անի Քոչար։ Երբ ուսանող էի, շատ էի ուզում դաջվածք եւ դագում ունենալ, բնականաբար որպես շատ պահպանողական ընտանիքի դուստր, հանդիպում էի այդ բախմանը եւ արգելքներին եւ ուսանողական տարիներին ես դաջվածք չարեցի, բայց ես չարաճճիություն արեցի, ինչպես միշտ ինձ բնորոշ է, եւ դագում արեցի, այն ժամանակ ունքիս արեցի դագում եւ երբ սկսեցի համալսարան գնալ այդ զարթով, իմ դոցենտ պրոֆեսոր դասախոսներից մեկը հետաքրքիր հաճախոսություն արեց եւ ասեց. «Այ բալա, քեզ էսել է շատ սազում», եւ երբ ես դա տանը ասացի, ովքեր իմ դեմ պատերազմում էին, որ այս ինչ ես արել, ասացի, «Էս ինչան էս ինչը, այսպիսի լավ հաճախոսություն էին արել», ասացին, «Լուրջ, քո դասախոսը քեզ նման բան է ասել», ասացի, «Այո», այդտեղ մի քիչ մեղմվեց իմ ծնողների պայքարի իմ դեմ, որովհետեւ անդադ պայքարում էին, որ ես զարդահանեմ, իսկ ես համառում եւ չէի հանում, եւ հաջորդ դակումը եղավ արդեն Գերմանիայում քթին, ու դրան սկսեց ավելանալ դաջվածքները։ Պետք է խոստովանեմ, որ ես դաջվածքները սկսեցի անել կյանքի այն փուլում, երբ ես շատ խորը դեպրեսիայի մեջ էի։ Что ты хочешь? Козерог. Անին անկեղծ խոստովանում է, որ ունի 4 դաջվածք, որոնք արել է Գերմանիայում բնակվելու տարիներին։ Ունեմ 4 դաջվածք, 4-ն էլ արել եմ Գերմանիայում։ Տեսանելի է միայն ձեռքինը, բոլոր դաջվածքներս իմաստուն են, դրանք շատ անձնական են եւ շատ խորն են եւ այնպես չէ որ բոլորի մասին առանձին կպատմեմ, բայց ընդհանրացված կարող եմ ասել, այս մի դաջվածքը, որը տեսանելի է եւ ամենափոքրիկն է, սրտից դուրս եկող զարկերն են եւ այստեղ 3 աստղ է, որը որ այն ժամանակ այլ նպատակով է ես անում, բայց արդյունքում ես այժմ այսպես եմ մեկնաբանում, կյանքում ստացվեց այնպես, որ 3 անգամ վերապրած մարդ եմ եւ այս աստղերը ես նույնականացնում եմ իմ 3 վերապրումների, իմ 3 կյանքերի հետ, քանի այս զարկերը սրտից դուրս եկող կան, բաբախում է, ես դեռ ապրում եմ։ Մյուս 3 դաջվածքները դրանք այնպիսի տեղերում են արված, որոնք որ բացառապես ինձ համար են, լոտոսի տեսք ունեն, լոտոսը հավերժության գաղափարն ունի եւ բավական գեղեցիկ պատկերներ են։ Անին անկեղծ խոստովանում է, որ տատուներն իր մարմնի վրա հայտնվեցին այն ժամանակ, երբ ինքը գտնվում էր շատ խորը դեպրեսիոն շրջանում։ Այդ ներկերը որքան էլ լինեն անվնաս, միևնույն է, երբեք որևէ մեկը չի կարող ասել, թե դրանք մարդու օրգանիզմի եւ արյան վրա ինչպիսի ազդեցություն եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ։
Արյան դոնորության մասին մի անգամ խոսեցի, Հայաստանում մի քանի շաբաթ անց դու կարող ես կրկին արյան դոնոր լինել, բայց կան դեպքեր եւ կա ճգնաժամային փուլեր եւ կա հրատապության հարկ եւ այդ պահին քո ընտանիքի շատ կարեւոր ու թանկ մարդկանցից ում համար անհրաժեշտ կլինի որ դու դոնոր լինես, նաեւ հոգեվոր տեսանկյունից ես միշտ հավատացել եմ Աստծուն, բայց հոգեվոր առումով միշտ չէ որ այդքան իրազեկ, կարդացած եւ գրագետ եմ եղել որքան այժմ եւ որքան շատ ես հոգեվոր դաշտը տամրացնում, այնքան հասկանում ես որ մարմինը եթե Աստծո կողմից տրված քո տաճարն ու քո ամրոցն է համարվում, պետք է այն կերպ պահպանես, ինչպես որ Տիրոջից ստացել ես։ Եթե իմ որդին մի օր գա եւ ինձ ասի, որ ցանկանում է դաջված քանել, ես ինքս ոչ թե կարգել եմ, որովհետեւ դրա բարոյական իրավունքը չունեմ ինքս ինձ վրա ունենալով դաջվածքներ նրան արգելելու, բայց ես նրա հետ կզրուցեմ ու կբացատրեմ, թե ինչու չէի ցանկանա, որ նա դաջվածք ունենա եւ վստահ եմ, որ նա կհամաձայնի ինձ հետ։ Անին անկեղծ խոստովանում է, որ չնայած ինքը տատուի վերաբերյալ իր դիրքորոշումը փոխեց, այնուամենայնիվ դրանք վերացնելու մասին չի մտածում։ Ես ում եմ խափում, ես արդեն իսկ արել եմ այս ամենը նաև լուր վկան է իմ կյանքի այդ դժվարին փուլերի եւ թե ես դա ինչու եմ արել ու սա իմ մի մասնիկն է։ Պարզապես ես այժմ որքան է որ ինձ դուր են գալիս դաջվածքները, ես կրկին չեմ անի։ Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային դաջվածքներին եւ կուզեմ հիշատակել փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովի անունը։ Ամեն ինչ սկսվեց Եղբայրներ կինոկատակերգության ֆիլմի նկարահանումներից։ Բանն այն է, որ Ֆիլիպ Կիրկորովը ստացավ առաջարկ մարմնավորել այդ ֆիլմում գլխավոր հերոսներից մեկին եւ արդեն նախապատրաստական փուլում ֆիլմի նկարահանման պարզ դարձավ, որ իր հերոսը ունի մի քանի էքստրեմալ տեսարաններ բնության գրկում, այն էլ առանց հագուստի։ Եվ հասկանալի է, որ Ֆիլիպ Կիրկորովը առաջին հերթին ուղևորվեց մարզասրահ, որից հետո իր փայլուն ուղեղում միտք առաջացավ մարմնի վրա դաջել նաև մի քանի տատու։ Այդ մտքով ինքը կիսվեց պրոդյուսերների հետ, ստացավ նրանց համաձայնությունը եւ անցավ գործի։ Այսպիսով Ֆիլիպ Կիրկորովի մարմնի վրա կես տարվա ընթացքում հայտնվեցին մի քանի դաջվածքներ։ Ասեմ, որ կինոն ընդհանրապես դրդապատճառ էր, որպեսզի ես համարձակվեմ վերջապես իրականացնել իմ վաղեմի երազանքը, անկեղծ խոստովանում էր Ֆիլիպ Կիրկորովը։ Հետաքրքրական է, որ ֆիլմի նկարահանումներից հետո Ֆիլիպ Կիրկորովը շարունակեց իր մարմնի վրա դաջել տարբեր պատկերներ, այսպիսով ներկա պահին իր մարմնի գրեթե 90%-ը պատված է տարբեր տատուներով, պատկերների, սիմվոլների, գրառումների տեսքով, որոնց մեջ կա նաև իր պատկերը եւ իր ընտանեկան գերբը։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Դաջվածք ունենալու միտք ունեցել եմ դեռ շատ վաղուց, բայց առաջին տատուն արեցի 30 տարեկանում։ Հայկ Հունանյան։ Առաջին անգամ որ տատու եմ արել, եղել է 30 տարեկան հասակում։ Իրականում միշտ մտածել եմ անելու մասին, բայց խիզախություն չեմ ունեցել, որ անեմ, բայց հետո որոշեցի ու սկսվեց։ Ну что, будет больно? Yes. Да. It's supposed Должно быть больно. Հայկն անկեղծ խոստովանում է, որ ինքն ունի մի քանի տատու եւ յուրաքանչյուրն ունի իր մեծ խորհուրդն ու իմաստը։ Առաջի տատուս ցախ ձեռքիս վրայի էս տատուն ա եղել, իմ համասլեղությունն էլ կապ ունի։ Ես աղեղնավոր եմ, կողմնացույց ա, ժամացույց ա, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել եւ աղեղնավորի նշանն է։ Դրանից հետո մյուս ձեռքիս էս մի տատուն եմ արել, ինքը ճապոնական հերոգլիֆներ է։ Իմ կյանքում ամենակարևոր 4 բաները՝ առողջություն, Աստված, ուժ, հաջողություն։ Դրանից հետո արդեն կամաց-կամաց սկսեցի անել։ Կուրսկիս հատվածում ունեմ խաչ, թևեր, իրականում որպես հրեշտակի թևեր է։ Միշտ ուզեցել եմ հրեշտակի թևեր վրաս լինի, բայց տատուի տեսքով էլի, որպեսզի հենց կոնկրետ այնպես չնայվի, որ ինքը հենց հրեշտակի թև է, մի քիչ ավելի մոդեռն ոճի մեջ թևեր է ստացվել։ Վստահ եմ, որ շարունակելու եմ, որովհետև սիրել եմ տատուն ու ամեն մի տատու ունի իր պատմությունը, ունի իր կարևորությունը իմ կյանքում։ Ամեն մեկն էլ
տարբեր մարդիկ են արել, տարբեր տատու մաստերներ։ Ամենացավոտը, անկեղծ ասեմ, դոշի հատվածի տատուն է եղել դեռ։ Նախատեսել էինք մոտ մի 6 ժամվա ընթացքում, որ թևերը պիտի խփեինք, բայց այնպես ստացվեց, որ 3 օր տևեց, որովհետև իրականում շատ ցավոտ է։ Ես սիրում եմ ին վրա ոչ թե սենց են, որ կպած տատուներ ալնում եմ։ Ես սիրում եմ տարբեր բաներ, որը տարբեր նշանակություն ունի իմ կյանքի համար։ Օրինակ շատ եմ սիրում ինյանի նշանը։ Ինյանի նշանը գիտեք, սևը սպիտակի մեջ, սպիտակը սևի մեջ։ Մենակ այդ իմաստով էդի չեմ նայում, էլի, ամեն չարու մեջ բարի, բարու մեջ չար եւ այլն, ուժի մեջ թուլություն, թուլի մեջ ուժ եւ այլն։ Այդ տատուն անպայման պիտի անեմ ին վրա, բայց իմ ձևով, հենց այդ սովորական ինյանի սև ու սպիտակը չէ։ Հայկն անկեղծ խոստովանում է, որ այդքան էլ համամիջ չէ այն կարծիքի հետ, որ տատուն կարող է մարդու շուրջ կուտակել չար կամ բարի ուժեր։ Իրականում այդ սև մագիան ինձ թվում է կա, բայց մարդ մինչև իրականում չապրի այդ պատմելով ինչ էլ ասես, կարաս լսես։ Կա նաև հակառակը, որ ինչ-որ տատուից հետո մարդու կյանքը դեպի լավը փոխվում է, իսկ այդ իմ կարծիքով ավելի շատ լավ տրամադրվելն է կյանքի հանդեպ, երբ որ ուզում ես առաջընթաց ձեռք բերես քո կյանքում, դա կյանքն է քեզ տալի, ոչ թե տատուն։ Լոգիկա։ Այդ ամենին Հայկ Հունանյանը հավելեց. Շատ մարդ կա իրականում իր վրա ինչ-որ տատուներ անում, որի իմաստը չգիտի։ Այսինքն տեսել է, հավանել է ու ինքը հենց այդպես է բացատրում, որ իմ դուրը եկել է արել է։ Բայց տարբեր տատուներ իրանց իրական իմաստը ունեն։ Ինձ թվում է դա էլ է առանձին մասնագիտություն, կարդալ տատուները։ Կան մարդիկ, որոնք տատուներով փորձում են դիմացինին ցույց տալ, որ իրանք ուժեղ են, որ իրանք վախենալու են, բայց կան մարդիկ, ովքեր առանց տատուների ամենավախենալուն են։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային տատուներին եւ կուզեմ իշտակել համաշխարհային փոփ դիվա Ռիհաննայի անունը։ Երգչուհու մարմնի վրա կա ավելի քան 30 դաջվածք եւ ամենաճանաչված դաջվածքն ըստ էության կրծքի տակ արված պատկերն է։ Ռիհաննան անկեղծ խոստովանում է, որ այս դաջվածքն ինքը արել է ի պատիվ իր տատիկի, իսկ պատկերված է այս դաջվածքի վրա եգիպտական աստվածուհի Իսիդը, որը նկարագրվել է որպես մայրության եւ կնոջ խորհրդանիշ։ Մեծաքանակ տատուների եւս մեկ համաշխարհային աստղ եւ այս անգամ խոսքը Ջոնի Դեպի մասին է։ Իր մարմնի վրա պատկերված գրեթե բոլոր տատուները հիմնականում նվիրված են հարազատներին, մասնավորապես աղջկան Լիլի Ռոուզին եւ մորը Բեթի Սյուին, որին ինքը ուղակի աստվածացրել է։ Ջոնի Դեպի ոտքի վրա էլ կա մեկ տատու, որի վրա պատկերված է Կոմաչեների վահանը ի պատիվ իր բնիկ ամերիկյան արմատներին։ Դեսք մենք շարունակում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ Ամենից ամենաաստղային դաջվածքներ անվանակարգում առիթ ունեցել եմ հյուրընկալվել, երբ ունեի դեռ մեկ տատու, որի վրա պատկերված էր ավակ աղջկաս անունը։ Եվ հենց եթերում խոստացա, որ միջնեկ աղջկաս եւ փոքրիկ որդուս անունները եւս պետք է գտնեն իրենց ուրույն տեղը իմ մարմնի վրա։ Կարեն Մոլիդվին 2015 թվականն էր, կարծում եմ, եթե չեմ սխալվում, TV-ներից մեկում երբ որ աշխատում էի ու կար մի պրոյեկտ, որտեղ տատու էին անելու, ասեցին մերոնցից երեխեքից ով կա որ կուզենա տատու անել, ու ես շատ էի ուզում անել տատու, բայց չգիտեի վերջ ինչ եմ անել։ Ու այդ իմ առաջին քայլն էր, որ ես գնացի տատու անելու, ասեցի պիտի լինի այնպեսին բան, որ ես չփոշմանեմ հետո։ Ու իհարկե առաջին տատուն էր, երբ որ գրվեց Մայլանի աղջիկն ովքեր չգիտեն, մեծ աղջիկս ահագին ժամանակ անցավ, երբ որ արդեն հայտնվեց Մարտան, իմ միջնեկս, հետո դեն Արեկը, ու արդեն գնալով ավելի շատ որ հասկանում գիտակցում տենում են, միշտ ցույց էին տալիս, երբ որ նույնիսկ կարդալ չգիտեն, միշտ մատով ցույց էին տալիս, ասում են պապետ ինչա գրած, ասում եմ գրածա Մայլա, բացատրում եմ եւ այլն, ու արդեն Մարտան երբ որ հասավ այն տարիքին, որ հասկանում է արդեն ինչ ոնց երբ, ասես պապ, երբ ես գրելու իմ անունը Մարտա ջան, անպայման քոնը գրելու եմ, այդ ձյաձյանը, որը ուղղակի երկրում չի,
Սպասենք թող գա, անպայման կանենք։ Ես տենց երևի մի 2 տարի ձգձգեցի ժամանակ, շահեցի։ Я думаю, может завтра, может послезавтра. Եվ ֆիզիկապես ժամանակ չէի կարողանում հատկացնել, բացի այդ մտածում էի լավ, ինչ որ ուրիշ ձև պետքա գրել, ինչ որ կամ առհասարակ արժի էլի գրել, միգուցե գնամ ես մեկնել մաքրեմ, մտքերը շատ էին տանջում, բայց ասացի չէ, ունեի ընկեր Ռաֆը Հարությունյան, իր մոտ էին գնալով ավելանում էին տատուները, ու ասում են արի գնանք մեր ընկերոջ մոտ, պայմանավորվենք, արդյոք ասում եմ օքեյ, կպայմանավորվենք, ու մի օր պարզապես որոշեցինք, պայմանավորվեցինք ժամ, տեղ, որ ես էլ չունենամ հնարավորություն շրջանցելու կամ քենսել անելու ու գնացի։ Вы и так опоздали на 20 минут. Извините. Նստեցինք, որոշեցինք ոնց կարելի է գրել, ինչ կարելի է գրել։ Ու տարբեր շրիֆտներով, տարբեր ձևերով, մի քանի տարբերակներով արեցինք, ոչինչ դուրներս չեկավ, ու վերջում կանգ առանք այս լատինատար թվերի, ծննդյան ամիս ամսաթիվ, ձեռագրային բանով անուններն է գրած, Նարեկ ու Մարտա։ Ինչ շատ դուր եկավ եւ տեղը, եւ ձևը ու կարծում եմ ինչ որ տատուներ դեռ կավելանան իմ մոտ։ Հավատացեք, երևի ես այդքան չէի ուրախացի, ինչքան երեխեքներին ուրախացի, երբ որ տեսան, որովհետև երբ Մարտային զանգեցացի, Մարտա գալիս եմ տուն, անակնկալում եմ քո համար, ինքը ասաց. «Այ պապ, ինչ ասլայմ ես առա», ասում եմ, «Չէ, սլայմ չեմ առակամ»։ «Այ տիկնիկ ես առա», ասում եմ, «Չէ, տիկնիկ չեմ», ասում եմ, «Ինչ անակնկալ, ինչ ես բերում»։ Ասի դե գամ կտենակ։ Երկար մանրակրկիտ sense նայեցին ուսումնասիրեցին։ Դե Նարեկը դեռ չի հասկանում, իրան թվում է, որ ինչ որ մեկը ֆլամաստերով պարզապես պապայի վրա բզբզացել է, բայց Մարտան արդեն են որ sense гնում գալիս է, папայից մոտ ստեղ գրած է Մարտա։ Դες իմ անունն է գրած, իմ ծննդյան ամիս ամսաթիվն է գրած։ И вам хорошо, и им хорошо, и мне хорошо. И татуировщику хорошо, потому что ему заплатили. Ему будет приятно. Когда ему будет приятно, я буду чувствовать, что мне тоже приятно. Ու հիմա այս երկու տատուներից հետո արդեն մտադրությունն եմ, չգիտեմ, այս ձեռքիս վրա ինչ որ շարունակելու, բայց հա ինձ քաշում է ինչ որ sense սիմեյնի թեմաներով, ընտանիքին վերաբերվող ինչ որ sense բաներ։ Այդ ամենին Կարեն Մոլիտվինը հավելեց. Քնարոյի անունը մտածում եմ ինչ որ տենց պրոստը չգրվի sense քնարո, ինչ որ ձև տենց չեմ ուզում, ինչ որ ուրիշ բան եմ մտածում։ Ուզում եմ օրինակ իր անվան տառով ինչ որ հետաքրքիր, ինչ որ դիզայն ստանանք, ինչ որ ուզորներ, ինչ որ իմաստային խորը, ինչ որ սիրային, տենց հետաքրքիր ինչ որ մի բան։ Դες просто տենց ուղակի չգրվի։ Кафе-дом на Монпарнасе, ко мне подходит какой-то тип и говорит: «Хочешь, я тебе на спине женщину вытатуирую?» Да, месье. Я улегся на бильярдный стол, а через 20 лет узнал, что это был Модельяни. Աշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային տատուների թեման եւ այս անգամ կուզեմ իշտակել Լեդի Գագայի անունը։ Պարզվում է, որ իր մարմնի վրա էլ կան բազմաթիվ տատուներ ու դրանցից մեկը գլխի վայր պատկերված խաղաղության խորհրդանիշն է, որը ինքը արել է ի պատիվ Ջոն Լենոնի հիշատակի։ Լեդի Գագայի վրա կան նաեւ մի քանի տատուներ, որոնք նվիրված են իր երկրպագուներին, որոնց ինքը կոչում է փոքրիկ հրեշիկներ։ Դաջվածքամոլությամբ տարապում է նաև համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դեվիդ Բեքհեմը։ Իր մարմնի վրա կան բազմաթիվ դաջվածքներ, որոնք հիմնականում նվիրված են իր ընտանիքին։ Սպորտսմենի մարմնի վրա դաջված են իր բոլոր զավակների անունները, այդ թվում նաև ավագ որդու կեղծ անունը Բրուքլին Բուստեր, ինչպես նաև անդրադարձել է նաև իր կնոջը։ Մարմնի վրա կան նաև մի քանի տատուներ նվիրված Վիկտորիա Բեքհեմին։ Հետաքրքրական է, որ որոշ տատուների պատկերների հիմքում ինքը վերցրել է իր կրտսեր դստեր Հարփերի նկարած պատկերները։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ 20 տարեկան է, երբ առաջին անգամ ինձ մոտ միտք առաջացավ ունենալ դաջվածք։ Սակայն առաջին տատուն իմ մարմնի վրա հայտնվեց 40 տարեկանում։ Այժմ ունեմ մի քանի տատու ու դեռ ակնկալում եմ ավելացնել 1-2-ը։ Սերգ Աբրամով։ Դաջվածք անելը պահանջում է երկար ժամանակ մտածելու, դա շատ լուրջ քայլ է։ 20 տարի ուղիղ мտածել եմ, անեմ թե չանեմ, 20 տարեկանից մտածել եմ, արդեն 40 պիտի լինեի, նոր առաջին դաջվածքս ունեցել եմ։ Постарайся несколько дней не трогать ее и не мочить. Круто. Спасибо. Իրանք բոլորն ունեն նշանակություններ։ Ամենաառաջինի պատմությունը շատ տարբեր է, որ այստեղ առյուծ էր արված, որ ավելի շատ մուկիկի նման էր, իմ դրուչերը կե շատ շուտ։ Ու որոշեցի այդ
տատուն փակել։ Լովի մոտ եմ արել, շատ տաղանդավոր տատու մաստերա Լևոնը, հիմա արտերկրում է աշխատում, ու ինքը մի քանի նշանակություն ունի այս տատուն, որը ինձ շատ ուժ է տվել։ Ինքը իր էներգիան ունի եւ կյանքը փոխում է։ Այստեղ կետեր կան, իր վրա շատ լուրջ ու լավ աշխատանք է, իրան շատ եմ սիրում, որտեղ ինքը ինձ հաջողություն է բերել։ Եվ իզուր չի, որ այս թեման աճ ձեռքիս է։ Այս իմ երկրորդ տատուն է, դա Անուբիս։ Եգիպտский Бог, человек или кошка, տենց էր ոչ մեկ չհասկացավ, իմ նման անհասկանալի, տենց ինքը երևույթ է, ես շատ եմ սիրում։ Их я сделал впервые в Сан-Франциско. Там я получил свою первую зарплату. Так все и началось. Ու ամենահետաքրքիրը որն է, որ ես դիաբետիկ լինելով առաջին տատուի ժամանակ մաստերն ասեց, որ հնարավոր է եւ անհուսություն լինի ու չստացվի ավարտել, որտեղ դա ապասն է։ Բայց չգիտեմ ինչի ես վստահ եմ, որ բոլոր տատուները շատ շուտ լավանալու են, այդպես խնդիր չեմ ունենալու, որտեղ 99% արգելում են դիաբետիկներին առհասարակ տատու անել։ Ու կրկին տակ երկաթով մի շիկացած խոր կայլեն վերքերը քո Ձախ հատվածում մոտ մոլորակներն են։ Այստեղ լև է, քանի որ աստղակերպով այրուց եմ, ոնց որ ինքը շատ սիմվոլիկ է, ստրելկա наверх, մոլորակը, այս երկուսը իմ երազներն են, ես շատ հավատում եմ երազներին ու իրականանում են։ Իսկ այս ձեռքից վրա իմ աուրաֆոբիան է, ես կատուներից ֆոբիա ունեի, ուզում եմ արդեն անցյալով ասեմ, որտեղ հիմա ավելի այս տատուից հետո թուլացել է։ Ունեմ նաև ոտքերիս արված, այստեղ արև կա արված ծնկիս վրա, էլի շատ իմ սիրելի դաշվածներից մեկն է։ Ես կարծում եմ, որ իմ տատուները ինձ շատ սազել են ու ամեն մեկի էներգիան ես առանձին զգում եմ ու չեմ փոշմանում, որ արել եմ։ А эту сделали в Нью-Йорке. Якогама. Սերգն անկեղծ խոստովանում է, որ ուսումնասիրելով դաջվող պատկերների խորհուրդներն ինքն իր համար բացահայտեց մի փաստ, որ մարմնի վրա չի կարելի դաջել խաչ։ Խաչ չունեմ վրաս արված, որտեղ այստեղ թեմաներ կան, որ այս դեպքում խաչ մարմնի վրա դաջելը մի քիչ հետեր կարող եմ խորհուրդ չտալ, որպեսզի խաչ լինի։ Ես քրիստոնյա եմ, գավլիցի հարցը դա չի, բայց մեկը մյուսի հետ բնավ կապ չունի։ Դա առանձին ու երկար պատմություն է։ Առավելևս իմ դեպքում, որ բոլորը սիմվոլներ են եւ ընդհանուր սիմվոլ են, այսինքն չկա ազգային ինչ-որ բան, այդ դեպքում ինձ շատ խելացի նկարիչ էլի տատուով արտիստ խորհուրդ տվեց, որ այս դեպքում խաչ մարմնիդ վրա չանես։ Դաջվածքը, այո, կարող է ճակատագրի վրա ազդել նույնիսկ, նորից կրկնվեմ, շատ լուրջ քայլ է, երկար պետք է մտածել։ Երբեք չեմ հոգնի իմ տատուներից, համոզված եմ։ Вот эту я сделал в Берлине. Мне было холодно и одиноко. Но я оставил ее. Այդ ամենին Սերգ Աբրամովը հավելեց. Բոլորը ողջունեցին եւ հանգարց որոշումը կայացրեցի ընկերներից, հարազատներից։ Մամաս սկզբից շատ սուր տարավ։ Դամեն անգամ այդտեղ ասա որ վերջինն է, ասի մամ, թող ինձ հանգիստ, գիտես։ Հենց եղավ վերջինը, ինքս ես ստոպ կանեմ։ Հիմա հակառակ ասում եմ, ոնց որ միշտ տատուներով եղած լինես։ Вообще ես վերջերս մաման շատ համարցակ է դարձել։ Տատուների հագուստի հարցում էլ։ Ես մեկը ասում շատ վառ է, մի քիչ շատ գույն ասում լավ ասիլուն է, հակի բեմ ես գնալու։ Մամայից մասին միշտ ինչ որ բան կտել լինես, նկատել եմ բոլոր հաղորդումներում ես ինքնաբերաբար լսի։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային տատուների թեման եւ կուզեմ հիշատակել ամերիկյան հայտնի երգչուհի, երգերի հեղինակ եւ դերասանուհի Մայլի Սայրուսի անունը։ Մայլին փոքր տատուների սիրահար է։ Իր մարմնի վրա կա ավելի քան 70 փոքր ոչ մասշտաբային տատուներ։ Եվ քանի որ ինքը շատ սիրում է կենդանիներ, ուստի իր տատուների գրեթե մեծ մասը նվիրված է իր սիրելի չորքոտանի ընկերներին։ Առավել ուշագրավ տատուներից կարող եմ առանձնացնել ձեռքի վրա դաջված մոտոցիկլը, սրտի տակ գրված ուղակի շնչի գրառումը եւ խարիսխն ու երազավորսը։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես կիսում եմ այն կարծիքը, որ տատուն ոչ թե ինքնարտահայտման միջոց է, այլ արվեստի ճյուղ, իսկ տատու արտիստները գեղանկարիչներ են։ Պարզապես պատկերները ստեղծում են ոչ թե կտավի, այլ մարմնի վրա։
Վլադիմիր Բարխոյան։ Շատ տատու վարպետներ իրենց համարում են գեղանկարիչներ, որովհետև համարում են, որ իրենք էլ նկարում են, բայց նկարում են մաշկի վրա։ Покажите, покажите! Я запрещаю вам, месье. Что это у него? Татуировка? Похоже на репродукцию Модильяни. Այսօր տատուն ավելի շատ արվեստ է եւ ինքնաարտահայտման միջոց։ Շատ մարդիկ տատուներով փորձում են փոխանցել իրենց ապրած կյանքը, իրենց դժվարությունները եւ հոգեվիճակը։ Ես երևի թե 3-4 տարի առաջ եմ արել իմ առաջին տատուն։ Շատ երկար եկա այդ որոշմանը, որովհետեւ այդ միտքը ինձ տանջում էր, ես ինչպես եմ դրանով ապրելու, իսկ գուցե ես հոգնեմ, հետո ոնց եմ ազատվելու դրանից, միգուցե դուրս հետո չգա։ Подожди, я хочу избавиться от татуировки. Ничего не выйдет. Ես օրինակ չեմ հասկանում մարդկանց, ովքեր տատու են անում պահի ազդեցության տակ, սիրելին են կորցրել, չգիտեմ, բաժանում է իրանց мот տեղի ունեցել եւ инքը իր անունն է դաջում, չգիտեմ, այդպես բաներ ես մի փոքր չեմ ընդունում եւ չեմ сирում. Белоснежка там есть еще? Белоснежка там. Конечно. О! Ну что, художник, похоже? Более-менее. Անուն են հետո սերը փոփոխության է ենթարկվում եւ այդ անունը ստիպված կամ թաքցնում են ժամացույցի ռեմենի տակ կամ չգիտեմ անունը փոխում են ինչ որ ուրիշ անվան տակ ինչ որ բան են ստանում գիտեմ եւ ճանաչում եմ նման մարդկանց Վլադի տատուները երկուսն են՝ աջ եւ ձախ ձեռքի վրա։ Դրանք իմաստավոր են եւ գեղեցիկ, բայց ոչ աչքի ընկնող։ Առաջին իմ տատուն ձախ ձեռքիս վրա էր, որը գրվածք է իտալերեն։ Մեր պլաններում չի ապրել հավերժ, մեր պլաններում է ապրել պայծառ։ Ինչու իտալերեն, որովհետեւ ես շատ եմ սիրում իտալերենը եւ ընդհանրապես Իտալիան եւ ուզեցի այդ մտքով լիներ դաջվածք իմ ձեռքի վրա։ Հաջորդ տատուն տեղ ունեցավ երևի թե 1 տարի հետո, դա աջ ձեռքիս վրա է, սկզբում ընդհանրապես մեկ գիծ էր, ուղղակի որպես նախշ, եւ հետո արդեն հայտնվեց սրտի, այսպես կարդիոգրամա կարելի ասել, որը սկսում է եւ չի ավարտվում։ Փորձեցի ինչ-որ յուրօրինակ իմ ուզածը թելադրել վարպետին եւ իմ միտքը, որպեսզի ստանանք այն, ինչ ուզում եմ։ Ուղղակի չէի уզում որպես երկու սովորական գիծ ձեռքի վրա լիներ։ После всех этих ваших историй с Модильяни, они сделали себе татуировки. Где убийца, где злодей? Առաջիկայում եւս նախատեսում եմ տատու, բայց արդեն ոտքի վրա։ Ամեն տարի ասում եմ ես դա պետք է անեմ եւ ամեն տարի դա չի տեղի ունենում, բայց կարծում եմ այս տարի կհասցնեմ։ Ասել, որ Վլադը տարբեր տեսակի տատուների սիրահարը ճիշտ չի լինի։ Կան դաջվածքներ, որոնք ինքն ուղակի չի ընդունում։ Չեմ սիրում գունավոր տատուներ, մի տեսակ աչքս չի ընդունում դա։ Կան սպիտակ, կան ֆոսֆորային, հետարքիր են իրենք նայվում, գեղեցիկ է, բայց չեմ ուզում։ Կան տատուներ, որ այսպես ամբողջ մարմինը ծածկում են վզով, դեմքով, բան մի փոքր դա էլ է ինձ համար խոր։ Ես ինքս դա չէի անի։ На вас трудно будет найти свободное место. Но если не сможешь, я попрошу кого-то удалить парочку. Չեմ մեղադրում, դա յուրաքանչյուրի որոշումն է, բայց ինքս դա չի անի։ Բայց կա մի փոքրիկ նյուանս, որ ասում են դժվար է առաջի տատուն անելը, հետո արդեն ինստինկտիվան դու անընդհատ ուզելու ես նոր դաջվածքներ։ Այդ ամենին Վլադիմիր Բարխոյանը հավելեց. Ունեմ ես դաջվածք, կինս ունի դաջվածք, մենք սիրում ենք դաջվածքներ, այո, եւ չենք թաքցնում դա։ Նույնիսկ իմ շունիկը ունի դաջվածք, որպես գաղտնիք ասեմ, այո, իր փորիկի վրա դաջված են իր անձնագրի թվերը, այդպես դաջվածքներով лի ընտանիք ենք։ Изображение. Покажи свой живот. Что? Покажи свой живот. Да. А ты спину. Покажи спину. Это очень красиво. Եվս մեկ մասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը, ով անկեղծ խոստովանելու է իր դաջվածքների պատմության մասին, դե իսկ ինձ մնում է առանց շարաշահելու ձեր ամբերությունը հանձնել եթերը նրան։ Դեռ 2020 թվականին առիթ ունեցա ամենից ամենայի շրջանակում խոսել իմ տատուների մասին։
Այդ պահից ինձ մոտ ավելացել են եւս մի քանիսը, որոնք դարձել են իմ մարմնի եւ ներաշխարհի անբաժանելի մասնիկը։ Աշոտ Կարապետյան 20 թվականին ես կրծքա վանդակից հատվածին դաջվածների մասով եմ խոսել, այս ձեռքերին չկար, հեսի նոր եմ արել։ Այս ձախ ձեռքից ես ներսի հատվածում սա է, դե մոտոն իմ թուլությունն է, ով որ ինձ ճանաչում է, գիտի որ ադրենալին սիրում եմ, մոտո սիրում եմ։ Սա ազատությունն է, ես միշտ ազատության կողմնակից եմ եղել, ազատություն սիրում եմ ու ճանապարհն է իմ դեպի վեր, sense ձեռքերս բարձած, սա ինձի ոնց որ հոգի հարազատ ավելի դաջվածք է։ Այս հատվածը անտառա, բույի հայացքն է։ Ես առհասարակ տենց չեմ սիրում տենց ցուցադրական բաներ։ Միշտ սիրում եմ տենց հետևողական վիճակում լինեմ, եթե ինչ-որ մի բան էլ նույնիսկ ես խոսում եմ կամ ասում եմ, միջև ասենք մատ այդ վիճակը չեմ հասկանում։ Պրոստո так ես չեմ խոսա, որ տպավորություն թողնեմ։ Они идут. Кто там? Армяне. Ստեղ գալիս է արտիվը։ Նու ես մի քիչ բնավորությունով իշքան էլ հավասարակշռված եմ, բայց պահալինով որտեղ մի քիչ շուտ եմ բռնկվում, բայց ամեն դեպքում այս ինչը որ կա, տենց իմ բնավորության հետ կապ ունեցող, ասենք դաջվածքներ են։ Хочешь вы эту сосиску вместе съедим? Хочу. Այս աջ թևից հատվածում այդ որսորդի տենց կերպարն է, ամեն մարդ իր ձևով կարա մեկտաբանի, ես իրան նայում եմ որպես այդ նպատակասլացության հետ կապ ունեցող, որ միշտ առաջ է շարժվում ու երբեք հետ չես կանգնում քո նպատակներից, ինչքան էլ դժվարություններ լինի, միշտ անցնում ես առաջ ու փորձում ես հասնել այդ նպատակին։ Իմ դաջվածքները պետք է ուշադիր նայել, որտեղ ինքը խորություն ունի։ Մի անգամից այնց པարզ հստակ մարդը որ նայի, կարող չհասկանա ինչա, պետք է մատ ուշադիր նայի, ոնց որ զննի, նոր հասկանա, որովհետև որ ինքը արդեն այն ինչը ես եմ ուզել իմ ձևով այդ տատուներն աստեղ, այն դաջվածքներն է, դրա համար ինքը մի քիչ սկզբի առաջի հայացքի համար դժվար է հասկանալ թե ինչա։ Իզուր չեն ասում որ դաջվածքը նաև մարդու ոնց որ անձնագիրն է, եթե դու մարդու դաջվածքները նայում ես, արդեն պատկերացնում ես ինչ տեսակի մարդ է ինքը։ Աշոտն անկեղծ խոստովանում է, որ տանը իր տատուներին հանգիստ վերաբերվեցին։ Ավելին, կա մի տատու, որից իր ձեռքին դաջել է նաև իր կրտսեր եղբայրը։ Արթուր Կարապետյան Ընտանիքի հետ կապված դե արդեն իմ բնավորությունը գիտեն, եթե ես մի բան անում եմ, մի քանի անգամ մտածում նոր եմ անում, եթե ինչ-որ մի հատ վերջնական մի բան որոշում եմ իմ կյանքում։ Այս դաջվածքը համ ես ունեմ իմ աջ թևից վրա ասած որ հիմա դաջված է, համ Արտուրը, եղբայրս, այս մասով տենց վերջնական իրար հետ ենք որոշել, ոնց որ նույնը արել ենք։ Օգտելու հետ կապած միանշանակ չեմ հոգնում։ Դե սրանք երևի 2 տարի է, տարուկես 2 տարի է որ կան, այս կրծքավանդակից դաջվածքները 15 տարեկանում եմ արել, հետո կորեկցիա բան եմ արել, վրան բաներ եմ ավելացրել, բայց ես չեմ հոգնում, որովհետև դրա համար եմ ասում, ամեն մեկը իրանից ինչ որ բան նշանակում է։ Պրոստո так ես իրանց չեմ արել, դրա համար էլ իրանք ամեն մեկն էլ իրանցով հոգեհարազատ են ինձ։ Սիրենք իրար քանի կանք, ապրելու ենք մի անգամ, լինենք մի մարդու մի կյանք, իրարից հեռու անգամ։ Այդ ամենին Աշոտ Կարապետյանը հավելեց։ Դաջվածքների հետ կապած տենց ինչ որ սնահավատություն չունեմ, որ էսի արեցի կյանքից փոխվեց կամ բան, տենց չեմ խորացել ճիշտ ասեմ, որ տենց ինչ որ էներգետիկան իրա վերցնեմ, ասեմ այս տատուն որ ես արել եմ, ինքը ինչ որ էներգետիկա ունի, ես այդ մասով տենց չեմ խորացել։ Նաև էլի մոտ ժամանակներս ցանկանում էլի դաջվածքներ ավելացնեմ, բայց նենց չեմ, որ տենց որպես հիվանդություն եմ, որ արդեն ուզում հա անեմ, չէ։ Տեղեր կա, ես պրոստը ցանկանում եմ նույնպես էլի դաջվածքներ լինեն, ոնց որ մտքեր կա, որ կուզեմ այդ դաջվածքները իմ վրա լինեն։ Ու այս հատվածն եմ ցանկանում դաջվածք անեմ, մեկ էլ հնարավոր է ոտքերից մասում անեմ։ Համաշխարհային էսթետիկ խնամքի ոլորտում մեծ ճանաչում ունի մոհիտո ապրանքանիշը, որի հիմնական գլխավոր փիլիսոփայությունն ըստ էության յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, որպեսզի ինքը վերադառնա նորից ու նորից։ Այս պահին իհարկե շատերը կարծեցին, որ այդպես ասում են թերևս բոլոր ստուդիաները էսթետիկ ոլորտի, որտեղ աշխատում են փորձառու բանիմաց մասնագետներ եւ այդ մասնագետները թերևս երաշխիք են, որ հաճախորդը կվերադառնա այնտեղ նորից ու նորից։
Բայց միշտ չէ, որ այդ մոդելը աշխատում է։ Բանն այն է, որ շատ կարևոր է ճիշտ կազմակերպել բանիմաց փորձառու մասնագետ եւ հաճախորդ կապը, որովհետև հաճախորդները մեր իրականության այդ գերլարված պայմաններում հիմնականում էսթետիկ ոլորտի ստուդիաներ այցելում են ոչ միայն որակյալ էսթետիկ ոլորտի ծառայությունների հետևից, այլ այն ջերմ ու բարի մթնոլորտի հետևից, այն բարձր տրամադրության ու դրական լիցքերի հետևից, որոնք թույլ են տալիս իրենց լիցքաթափվել, ձեռք բերել բարձր տրամադրություն եւ նոր ուժերով դուրս գալ այդ սրահից եւ պատրաստ լինել նորանոր սխրագործությունների եւ կյանքի նոր փորձությունների։ Եվ հենց դա է Մոհիտո միջազգային ապրանքանիշի գլխավոր նպատակներից մեկը։ Այս նախաբանը պատահական չէր, որովհետև օրեր առաջ Երևանում բացվեց Մոհիտո հայաստանյան մասնաճյուղը եւ ես պատիվ ունեցա ծանոթանալ Մոհիտո Երևանի հիմնադիր տնօրեն Սուսաննա Տոնյանի հետ։ Չքնաղագույն հմայիչ մի անձնավորություն, նպատակասլաց բիզնեսվումեն, որը օժտված է թերևս բոլոր այն հատկանիշներով, որոնք հնարավորություն կստեղծեն հաջողությամբ եւ պատվով ներկայացնել Մոհիտոն եւ ինտեգրել այն մեր հայաստանյան իրականության մեջ։ 90-ական թվականներին հայ-ադրբեջանական կռվների ժամանակ 2 ժամվա ընթացքում մեզ տեղահան արեցին, ոչինչ չենք վերցնել մեզ հետ, ոչինչ։ Շատ դժվարությունով հասանք Հայաստան, ցուրտ, սով, Հայաստանը նույնպես բլոկադի մեջ էր։ Ստիպված թողեցինք, դուրս եկանք Ռուսաստան, Մոսկվա, ու սկսեցինք 0-ից։ Մեր հետ ոչինչ չենք վերցնել։ Ընդամենը 2 փոքր երեխա ու միշտ երազել եմ, որ երեխաներս ամենալավ կրթություն ստանալով, ամենալավ մասնագետներով նյութապես մենք կկայանանք ու հետ կվերադառնանք այրենիքը մեր։ Եվ այդ տարիների ընթացքում այո զբաղվել եմ տարբեր բիզնեսներով։ 25 տարի է ունեմ փորձ բյութի ասպարեզում, շրջագայել եմ տարբեր երկրներում ու ուսումնասիրել եմ բյութի ոլորտը, ամեն տեղից փորձել եմ հայթայթել ամենալավը միայն ինչու համար, որ ամեն ինչը բերեմ իմ Հայաստան։ Մոսկվայում զարմանում էին, ինչու պիտի գնաս Հայաստան, նորից մեծ ներդրումներ, ամեն չարչարանք, ամեն ինչ ունես Մոսկվայում։ Ինչի՞ է պետք։ Ոչ, ես ինձ խոսք էի տվել, որ եթե ոչ մենք, բայց ով պիտի անի մեր հայրենիքի համար, Հայաստանի համար։ Այսօր ես այստեղ եմ, որդիս փոքրս, այստեղ իր ընտանիքով, իր բիզնեսով, փորձում ենք ինչ-որ օգտակար լինենք մեր Հայաստանին։ Երբ որոշեցի, որ վաղն վերադառնամ Հայաստան, սկսեցի փնտրել հուսալի գործընկեր, որի հետ ես կարող եմ Հայաստանում իրականացնել այն պլանները, որ այս երկար տարիներ երազել եմ, որ պիտի մենք անենք Հայաստանում։ Հանդիպելով Մոհիտո կամպանիայի հիմնադիր Ստիլյան ու Եկատերինա Զուքերի, ես հասկացա, որ իրանք այն վստահելի մարդիկ են, որոնց հետ կարելի է համատեղ անել ներդրումներ Հայաստանում ու Մոհիտո բրենդը ներկայացնենք մեր հայկական հանրությանը։ Ու վերջապես կապեցի պայմանագիր, առաջին մասնաճյուղը բացելով Հայաստանում։ Մոհիտոն օրեցօր զարգացող բրենդ է, միջազգային ստանդարտներին համապատասխանող, այդ ցանցի ներսում ունենք ամեն հնարավորություն, որպեսզի մեր մասնագետները եւ սովորեն, եւ որակավորվեն հենց մեր ցանցի մեջ։ Վստահությունը սկսվում է այստեղից։ Մոհիտո էսթետիկ կենտրոնը ներկայացնում է ծառայություններ, խնամք դեմքի, ձեռքերի խնամք, թարտիչների լիցք, լամինացիա, մերսում եւ շատ ու շատ պրոցեդուրաներ, որը հենց էսթետիկ խնամքի մասին է, ինչպես կնոջ, այնպես եւ տղամարդու համար։ Մոհիտո այս էսթետիկ մասնաճյուղը համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին, պահանջները շատ բարձր են, թե ադմինիստրատիվ կադրերի հանդեպ, թե բոլոր մասնագետների հանդեպ։ Մեր մասնագետները ընտրում ենք շատ խիստ մրցույթային սկզբունքով։ Եվ լավն այն է, որ մենք սովորացնում ենք մեր մասնագետներին, մենք օգնում ենք
անվճար վերապատրաստման, հարկ եղած դեպքում գալիս են տեխնոլոգները, տեղում սովորացնում են, տեղում կազմակերպում են տարբեր մրցույթներ, կոսմետոլոգները, մենք ուղարկում ենք Մոսկվա, Մոսկվայում տարին 2 անգամ լինում են ցուցահանդեսներ, ուղարկում ենք մասնակցելու, ուղարկում ենք տարբեր կուրսերի, ամենավերջին ժամանակակից տեխնոլոգիաները, նյութերը պիտի լինի Հայաստանում։ Այդ է մեր նպատակը, թե կոսմետոլոգիան, թե նեյլ ինդուստրիան։ Շատ եմ ցանկացել, որ Մոսկվայից ես իմ հետ բերեմ իմ մասնագետներին ու հաջողվել է։ Այսօր ունեմ հետս Մոսկվայից ժամանած Մարինան կոսմետոլոգը, ունի 15 տարուց ավել օպիտ, ինքը դիստրիբյուտերն է շվեյցարական նյութերի, բնական հումքի վրա է արտադրված, էքսկլյուզիվ է, կան հակատարիքային, կա չոր մաշկի համար, կա պիլինգներ, կա մասկաններ, կատարելով այս կամ այն պրոցեդուրան, ինքը կազմում է ցուցակ տնային խնամքի համար ինչ կոսմետիկա կարելի է օգտագործել։ Ունենք եւ երկրորդ կոսմետոլոգը Գոհարը, որ աշխատում է գերմանական այդ կամբայնի վրա, որ համարյա ներարկման էֆեկտն է տալիս կամբայնի այս կամ այլ պրոցեդուրան օգտագործելով։ Աշխատում ենք սկին ապարատով, որը շատ բազմաֆունկցիոնալ է։ Այսօր մենք անել ենք մաքրման ուլտրաձայնային մաքրում, տալիս է մաքուր մաշկ 1 վայրկյանում, փայլուն մաշկ եւ առանց սև կետիկների։ Մեր մաշկը կասի մեզ շնորհակալություն այս պրոցեդուրաներից հետո։ Մոխիտոյում կարող են օգտվել ոչ միայն կանայք եւ նույնիսկ տղամարդիկ։ Դեմքի խնամք, մատնահարդարում եւ մերսում ռելաքս։ Ինչու ընտրել մոխիտո։ Հիմա այնքան թանկ է ժամանակը բոլորիս համար, դրա համար հաճախորդը այցելելով մեր ստուդիան կարող է ընդունել 4 ձեռք կամ 6 ձեռք ծառայություններ։ Միաժամանակ նստելով ինքը կրեսլոյի մեջ, ընդունում է մատնահարդար, ոտնահարդար, հոնքերի շտկում, ներկա ламинация одновременно, որ տարբեր մասնագետներ աշխատում են այդ մի այցելուի հետ, այդքան պրոցեդուրա ժամ ու կես բոլոր պրոցեդուրաները անում ու պատրաստ գնում։ Մեծ ուշադրություն ենք դարձնում ստերիլիզացիային, բժշկական ամենաուժեղ ստերիլիզատորն է սուխաժարն է մեր մոտ դրած ու հետևում ենք բոլոր տեխնիկաներին ստերիլիզացիայի։ Ունենք տոպ մասնագետներ, որոնք կատարում են թափտիչների լիցք։ Ունենք առանձին մասնագետներ, բրավիստ, հոնքերի շտկում, ներկում եւ լամինացիա։ Բերել եմ վիզաժիստ, մեյքափ, որ ունի տարիների փորձ Ֆրանսիայում, կատարում է մեյքափ, կատարում է նաև մազերի հարդարում տոնական։ Ինչու անպայման կինը պիտի հաճախի մեր մոխիտը։ Եթե որոշել է ինչ որ առիթի գնա, այցելելով մեր մոխիտը, կարող է ընդունել 4 կամ 6 ձեռք պրոցեդուրաները, մտնի կոսմետոլոգի կաբինետ, ստանում է միայն թարմացուցիչ պրոցեդուրա կոսմետոլոգի մոտ։ Հետո մոտենում է վիզաժիստին, ստանում է մեյքափը, մազերի հարդարումը ու պատրաստ մեր ստուդիայից արդեն նստում է տաքսի գնա իր վիճեցարմանը։ Ամեն հաճախորդ մեզ համար թանկ հյուր է, առաջնահերթ մեր մարդկային մոտեցումն ենք ցույց տալիս յուրաքանչյուր հաճախորդի եւ բարձր որակի սպասարկում։ Դեռ ամիս չկա որ բացվել ենք, արդեն ունենք հաճախորդներ, որոնք գալով ընդունելով մեր պրոցեդուրաները շատ գոհ են, որ իրոք որ վաու, թե պրոցեդուրաներից, թե ընդհանուր մթնոլորտից, թե սերվիսից։
Որտեղ է գտնվում Մայքիտ էսթետիկ կենտրոնը, արի ցույց տամ։ Սա Յատնովա 40 հասցեով, համեցեք մեր կենտրոն։ Եկել է պահը Օվենա խորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն եմ ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթը։ Այս կամ այդ արկիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա Օվենա խորագրի հերոսը։ 70-ից ո՞նց պետք է իմանամ ես։ Գիտես։ Ասենք երևի մանկությունը տիրաբայրիկներով անցել։ Արնոլդ Շվարցնեգեր։ Արնոլդ Շվարցնեգերն է։ Շվարցնեգերն է։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավել եմ, որ մեր իրականության մեջ մարդ իրավասու անել իր մարմնի հետ այն ամենին ինչ կամենում է։ Այդ թվում նաև տարբեր չափի բովանդակության, նշանակության տատուներ, եւ այս պարագայում ցանկությունս մեկն է, որ երբեք չկորցնեք չափի զգացողությունը եւ նման քայլի դիմելուց առաջ մի լավ մտածեք, որովհետեւ տատուն այլևս դառնում է ձեր մարմնի անբաժանելի մասը։ Դες ինձ մնում է այն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Դες մենք անիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում հաջողություն։